Նոյեմբերի 16-ին Հայաստանի իշխանությունը հանրային ծառայությունները կարգավորող այսպես կոչված անկախ հանձնաժողովի ձեռքով Տաշիր Կապիտալ ընկերության ձեռքից խլեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության լիցենզիան։ Թե ինչ պատճառով, այդպես էլ մարդ չհասկացավ։ Նիկոլական մեղադրանքներով չհիմնավորված, այսինքն կեղծ, սուտ, արագ հերկվող, բայց դե զրկեց։ Դեմ քվեարկեց հանձնաժողովի մեկ անդամ Արա Նռանյանը, հայտարարելով, որ հնարավոր է սահմանադրական դատանը որոշի, որ սա հակասահմանադրական գործընթաց է։ Նաև ասաց, հանձնաժողովը նախ գործ է հարուցել հեծի մասով, հետո սկսել է նոր հիմքեր փնտրել ու դնել տակը։ Հանձնաժողովի անդամն ասաց, որ հեծը ուներ խնդիրներ, որոնց համար ընդամենը պետք էր պատժել, տուգանել, այլ ոչ թե խլել լիցենզիան։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն ասում է, եթե առաջիկա 3 ամիսներին պետությունը սեփականատիրոջ կամ տնօրենների խորհրդի հետ չգա համաձայնության, ապա պետությունը կարող է գերակա շահի իրավունքով վերցնել հեծի սեփականության իրավունքը, բայց սեփականատիրոջ հետ չի կարող համաձայնության գալ, որովհետև նա գտնվում է կալանքի տակ ու միայն փաստաբանները կարող են տեսակցել։ Այն, ինչ տեղի է ունենում Սամվել Կարապետյանի բիզնեսի հետ, պարզ խլոցի է կոչվում։